big, beautiful honor to welcome everyone to the White House. Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Պիտկոֆը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել ընդամենը 6 շաբաթում, իսկ Նիկոլ Փաշինյանը ու Իլհամ Ալիևը դարձել են լավ ընկերներ Թրամփի միջնորդությամբ։ Diplomatic resolution with Iran. Ադրբեջանի ու Հայաստանի հարցով մենք աշխատում ենք նախագահի անունից։ Դա ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Այդ իսկ պատճառով չէր կարող որևէ վատ բան գրել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք 6 շաբաթում։ Նրանք պատերազմում են 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը լավ ընկերներ են, որոնց միավորեց նախագահ Թրամփը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը փաստացի արդեն գոյություն ունի, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ։ Ալիևը նշել է, որ Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել։ Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան։ Նշելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև փոխադարձ այցելություններ եւ հանդիպումներ են տեղի ունենում, Ալիևը ընդգծել է, որ դա նպաստում է նորմալ միջավայրի ստեղծմանը։ Ուժեղ Հայաստան կուսակցության մեկնարկի մասին հայտարարելով Գոհար Մելոյանը նշել է, որ իրենք նպատակ ունեն հասնել մեծամասնական հաղթանակի։ Նա քննադատել է գործող իշխանություններին, ասելով, որ նրանք միաժամանակ հանդես են գալիս որպես տարբեր իրավապահ մարմիններ եւ կասկածի տակ է դրել շրջանառվող ձայնագրությունների արժանահավատությունը։ Գնում ենք հաղթարշավի եւ գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի երկու։ Մենք գնում ենք, որպեսզի մեր հասարակության, մեր ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, անվտանգային լրջագույն մարտահրավերները ու այն փոփոխությունների պահանջները, որ վրա են հասել, ի վերջո կյանքի կոչվեն ու հայ ժողովուրդը կարողանա ապրել ուժեղ Հայաստանում, ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ, ով Սամվել Կարապետյանն է եւ ինչ վերաբերում է այս գործընթացներին, ձայնագրություններին, որ բազմաթիվ հարցադրումներ կա, հենց սա է մեր որպես իրավական ու ժողովրդավար պետության լրջագույն խնդիրը, որ այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ։ Տեսեք, ինչ որ ձայնագրություններ են հայտնվել լրահոսում իրավապահ մարմինների կողմից։ Դեռևս անգամ մի ամիս չի անցել, որպեսզի այդ ձայնագրությունները փորձաքննությունների ենթարկվեն, հասկանանք ում կողմից իրականացված են եւ ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները։ Իսկ ինչու չեք հնարավոր տարբերակ համարում, որ դրանք հնարավոր սադրիչներ են, որ մարդիկ են, ովքեր մեր քաղաքական ուժի հետ աղերս չունեն։ Որովհետև մենք նախաքննության գաղտնիքով ենք կաշկանդված, որովհետև մենք, այո, մեր գլխավոր խնդիրը նրանում է կանում, որ մենք բավականին պարկեշտ ենք։ Եվ այո, մենք չենք թույլ տալիս իրավական գործընթացներին այդ աստիճան ծայրահեղ մանիպուլատիվ միջամտություններ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նամակին, նշելով, որ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել Ադրբեջանից համագործակցության կամ Բաքու այցի վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ մի փաստաթությունը անկախ մարմին է, չի ներկայացնում պետությունը եւ չի վարում բանակցություններ կամ արտաքին քաղաքականություն։ Նրա լիազորությունները վերաբերում են միայն Հայաստանում պետական եւ տեղական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրմանը, իսկ ազատազրկման վայրեր այցելելու իրավասություն ունի միայն Հայաստանի տարածքում։ Միևնույն ժամանակ նշվում է, որ ՄԻՊ-ը բաց է միջազգային գործընկերների հետ համագործակցության համար, պահպանելով անկախության, չեզոքության եւ էթիկական սկզբունքները։ Գրասենյակը նաեւ վերահաստատել է դիրքորոշումը, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախի օկուպացված տարածքներում շարունակում է ոչնչացնել հայկական քրիստոնեական ժառանգությունը։ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու եւ Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի հիմնահատակ ավերումը առանձին պատահարներ չեն, այլ համակարգային քաղաքականության մաս։ Հայտարարությունում ընդգծվում է, որ հայկական սրբավայրերի քանդումը նպատակ ունի վերացնել պատմական հիշողությունն ու ինքնության հետքերը։ Միաժամանակ խիստ քննադատվում է Հայաստանի իշխանությունների լռությունը, որը գնահատվում է որպես անգործություն։ Խորհուրդը նաև դատապարտում է միջազգային հանրության եւ հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի պասիվությունը, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել, փաստահավաք առաքելություն ուղարկել եւ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
Ակոս պարբերականի փոխանցմամբ Ստամբուլում այս տարի եւս չեն թույլատրել անցկացնել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում։ Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը դիմել էր նահանգապետարան Սյուրիայի օպերայի շենքի դիմաց հավաք անցկացնելու համար, սակայն դիմումը մերժվել է շարունակելով նախորդ տարիների պրակտիկան։ Կազմակերպիչները նշել են, որ հիշատակի միջոցառումները ժողովրդավարական իրավունք են եւ միտված են հարգանքի տուրք մատուցել 15 թվականի զոհերին, նաեւ նպաստել հասարակական հիշողության ու առերեսման գործընթացին։ Նրանք բողոքել են արգելքի դեմ եւ կոչ արել վերանայել որոշումը, ընդգծելով, որ նման միջոցառումները անցկացվել են 10-ից 19 թվականներին, իսկ վերջին տարիներին արգելվում են։ Վրաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդան այս շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Լոնդոն Իրանի եւ Ուկրաինայի պատերազմների շուրջ բանակցություններ վարելու համար, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը, հավելելով, որ նա նաեւ կքննարկի ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև գործակցությունը։ Երկօրյա այցի ընթացքում Ֆիդանը նաեւ կկրկնի Թուրքիայի պատրաստակամությունը նպաստելու Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիևը խնդրել է Թուրքիային հյուրընկալել Ուկրաինայի եւ Ռուսաստանի առաջնորդների մակարդակով հանդիպում։ Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի ժամկետի լրանալուց ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միակողմանիորեն երկարաձգում է Իրանի հետ հրադադարը հետագա խաղաղ բանակցությունները հնարավոր դարձնելու համար, բայց նշել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կմնա ուժի մեջ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի կառավարությունը լրջորեն պառակտված է, ինչը անսպասելի չէր, ինչպես նաև ֆելդմարշալ Ասիմ Մունիրի եւ վարչապետ Շահբազ Շարիֆի խնդրանքները, մեզ խնդրել են հետաձգել Իրանի դեմ մեր հարձակումը, մինչև նրանց առաջնորդներն ու ներկայացուցիչները կկարողանան միասնական առաջարկ ներկայացնել։ Հստակ չէ, Իրանը նույնպես երկարաձգում է հրադադարը։ 19 լրատվական գործակալության հաղորդմամբ Իրանը չի խնդրել հրադադարի երկարաձգում։ Իրանի խորհրդանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Խալիբաֆի խորհրդականը հրադադարի երկարաձգումը անակնկալ հարձակման համար ժամանակ շահելու հնարք է անվանել, շեշտելով, որ Իրանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի առանց հստակեցնելու, թե ինչ նկատի ունի։ Խորհրդականը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նավահանգիստների ներկայիս շրջափակումը ոչնչով չի տարբերվում ռմբակոծությունից եւ պետք է ռազմական պատասխան ստանա։ Ավելի ուշ Սպիտակ տնից հաստատել են, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Պակիստանի միջնորդության բանակցությունների երկրորդ փուլի համար Իսլամաբադ այցը տեղի չունենա։ Ինչպես նախատեսված էր, պաշտոնյան չի նշել, թե արդյոք քննարկվում է նոր ամսաթիվ։ Պակիստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմում հրադադարի ռեժիմը երկարաձգելու իր երկրի խնդրանքն ընդունելու համար, որպեսզի շարունակվեն դիվանագիտական ջանքերը։